Երկինքը Հիսուս Քրիստոսի աթոռն է, երկիրը ոտքերը պատվան տանը, նրա թագավորությունը ոչ սկիզբ ունի և ոչ վերջ։ Քարոզում է հույս դեպի հավիտենական կյանքը, հավատ դեպի Աստված և սեր դեպի մարդը։ Հիսուս հրաշքներ էր գործում, բժշկում հիվանդներին, կենդանացնում մեռյալներին, ներում մարդկանց մեղքերը և ժողովուրդը ցանկացավ թագադրել Իսրայելի թագավոր։ Հիսուսը հրաշքներ էր գործում, որոնք ազդում են հավատք ունեցող մարդկանց վրա։ Նա չէր ասում. «Իմ զորությունը փրկեց ձեզ», այլ ասում էր. «Կանգնեք և գնացեք, ձեր հավատքը փրկեց ձեզ»։ Հիսուս երրորդ օրը հարություն առավ, նրա գերեզմանը դատարկ էր, սավանն այնտեղ էր, բայց մարմինը չկար, նա զատվել էր մեռելներից։ Քրիստոնեական ուսմունքների և Հիսուսի հարության կապն արտահայտող շատ լավ օրինակ է Թուրինյան սավանը։ Քրիստոնեական հեղինակները պնդում են, որ այն մարմինը, որին փաթաթված է եղել սավանը, պատկանել է ոչ թե մարդու, այլ աստվածային էության, և որ սավանի վրայի պատկերը պատկերվել է հենց հարության պահին։ Ըստ Պողոս 6-րդի, այդ սավանը Հիսուսի չարչարանքների, մահվան և հարության հիանալի փաստաղթուղթ է, որ մեզ համար գրվել է արժանոտ տառերով։ Սատկի տոնի մարդիկ ձու են ներկում, ձուն համարվում է խաչալ Հիսուսի կենդանարի արյունը, որ թափվեց մեր փրկության համար, կարմիր գույնը խորհրդանշում է խաչալ Հիսուսի կենդանարի արյունը, ձվի կեղևը նման է երկնքի, թաղանթը օդի, սպիտակուցը ջրի, դեղնուսը երկրին։ Ապրել ոչ թե մեղքի համար, այլ Քրիստոսի։ Շատերս ենք զատիկ տոնում, բայց մեզանից ովքեր են Քրիստոսի համար ապրում, շատերս ենք բերանով դավանում, թե Քրիստոս հարություն է առել, բայց քանիսն են իրենց կյանքը Քրիստոսին նվիրաբերած ապրում։ Քրիստոսի իշխանությունը միայն այստեղ, երկրի վրա չէ, այլ ողջ տիեզերքում, մեզ համար հիմա անհասանելի, անտեսանելի երկինքներում ողջ հավիտենականության մեջ։ Նույնպես և կյանք միայն այստեղ չէ, ընդամենը մի քանի տասնյակ տարիների կարճ ժամկետում։ Քրիստոսի հարությունը մեզ համար բաց է անում այս կյանքին հաջորդող հավիտենականությունը։ Այս պատրաստում է բուն կյանքին, հավիտենական կյանքի համար։ Քրիստոսով փրկված մարդը, երբ իր երկրավոր կյանքի վերջում հավատով փակում է իր աչքերն այստեղ երկրի վրա, կոչվում են ընձեցյալ։ Դա չի նշանակում, թե նա մահացավ և ամեն բան վերջացավ, այլ ընդհակառակը, նա անմահացավ, նա այլևս մահին ենթակա չէր, մահվան ոչ մի ցավ այլևս չի կարող նրան պատել։ Ննջեցյալի հոգին գտնվում է Աստծո ձեռքերում։ Սա ևս ժամանակավոր վիճակ է, մինչև այն պահը, երբ Աստված հարություն կտա նրան, հագցնելով այնպիսի հարության մարմին, ինչպիսին ուներ Հիսուսը հարությունից հետո։ Պողոս առաքյալը գրում է. «Երբ Քրիստոս հարություն առավ, այլևս չի մեռնի, ուրեմն նա ննջեցյալների առաջին պտուղն է, օրինակն է, որ նրա նման պիտի հարություն առնեն Քրիստոսով ննջածները, գերեզմանները պիտի բացվեն, Աստծո հարության սրբերը պիտի կենդանանան հարության մարմիններով, սա կոչվում է մեռելների հարություն»։ Եթե Հիսուսը իրոք փառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ նա աստվածային էակ է, ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որպեսզի մահանալուց հետո կրկին կենդանանա։ Հիսուսը չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբբունի կամ մարգարե լինել, քանի որ նա հարություն է առել,
Պետք է որ Աստված լիներ, այսինքն հոր միածին որդին։ Հետևաբար, այն ամենը, ինչ նա ուսուցանել է, ճշմարիտ է, Աստված չի կարող ստել։ Հետևաբար նա երկրի արարիչն է, ինչպես որ ինքն է ասել։ Հետևաբար երկինքն ու դժոխքն իրական է, ինչպես որ նա է ուսուցանել։ Հետևաբար գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ նա այցելեց իր մահից հետո։ Հետևաբար նա կրկին կգա, ինչպես որ ասել են հրեշտակները, ու անձամբ կթագավորի երկրի վրա։ Հետևաբար բոլորի համար կա հարություն ու վերջին դատաստան։ Եվ դու, հրեշտակ, որ Բեթղեհեմի մսուրից Աստվածորդու ծննդյան ավետիսը տվեցիր այսօր, Հովսեփի Պարտեզի գերեզմանից ավետիս տուր ողջ աշխարհին։ Քրիստոս հայրավ իմ եռելոց։ Եշնային տասթեր, օրհնեցեք Տիրոջը, զի հայրավ Քրիստոս։ Լույս եւ խավար, ցերեկ եւ գիշեր, օրհնեցեք Տիրոջը, զի հայրավ Քրիստոս։ Ով երկինքներ, տակ եւ սառը օդ, հուր եւ կրակ, ջուր եւ հող, օրհնեցեք Տիրոջը, զի հայրավ Քրիստոս։ Օվկիանոսների, ծովերի եւ գետերի ջրեր, ջրային կենդանիներ եւ երկնքի թռչուններ, օրհնեցեք Տիրոջը, զի հայրավ Քրիստոս։ Երկնային լուսատուներ, արև ու լուսին, շողարցակեք ձեր շողերը եւ լուսավորեք տիեզերքը, զի հայրավ Քրիստոս։ Բոլոր արարածներ եւ որդիկ մարդկան, օրհնեցեք Տիրոջը, զի հայրավ Քրիստոս։